Գիտեք, իրականում կան շատ տեղեր Հայաստանում ուրախանում ես լինել, բայց Աստծո ժողովրդի հետ ուրիշ է։ Եվ բոլորովին ուրիշ է, երբ որ դու գնում ես մի տեղ, որտեղ ճանաչում ես եկեղեցու մեծ մասը։ Ես գիտեմ նորերել կան այստեղ, ում հետ առիթ չի եղել ծանոթանամ, Տերը այսպես կամեցավ, այսօր այսպես կծանոթանանք, առիթ կլինի կզրուցենք նրանց հետ, ում հետ առաջին անգամ եմ հանդիպելու այսօր։ Բայց փառք Աստծուն, մեծ պատիվ ա լինել Տիրոջ տան մեջ։ Բավականին ժամանակա ձեզ մոտ չենք եղել։ Հիշում եմ այն հրաշալի օրերը, որ գալիս էինք Հովիվ հետ, Կարենց հետ, գալիս էինք ձեզ մոտ հրաշալի ծառայություններ ունենում, միասին աղոթում, փառաբանում, Տիրոջ կամքը կատարում եւ ժամանակներ անցավ, ընդամենը մի քանի օր առաջ էր Հովիվ հետ կարենք մեր տունն էին, Էդգարը եւ Ֆինան մեր տունն էին, որ իմացան գալիս ենք ձեզ մոտ, այն ինչքան ուրախացան, ասեցին Հովիվն էլ, Էդգարն էլ Ֆինան են, երկուսով ասեցին եկեղեցուն ջերմ բարևներ կտանեք մեր կողմից, հենց որ այդ բարևները բերել եմ ձեզ, հալելույա, Նույնպես մեր ընտանիքից եմ ջերմ բարևներ բերում ձեզ։ Մենք պետք է Այդայի հետ միասին լինեինք, բայց դե այսօր այսպես ստացվեց։ Մեր եկեղեցու հրաշալի երկու եղբայրներ կան։ Մեկը մեքենայով ծառայեց, մեզ բերեց, մյուսը ուղակի եկավ, որ ճանապարհին մեզ հետ լինի։ Ես էլ օրհնված եմ, եղբայրներն էլ ինձ հետ են եղել ոչ ճանապարհին, մենք դեռ զրուցելով, աղոթելով վերադառնալու ենք։ Փառք Աստծուն, հալելույա։ Բայց գիտեք, ես հիմա նոր եմ հասկանում, Երբ որ նոր էի գալիս եկեղեցի, հանկարծ մի հատ քարոզիչ էր գալիս կամ Հովիվ էր գալիս ու սկսում էր սենց շարանով, ձեզ բարևում է այս ինչը, ձեզ բարևում է այն ինչը, ես ես նստած ասում եմ, այս ինչա բարևների ցուցակը բացել ես մարդը, բայց հիմա նոր հասկանում եմ, որ ախր չես կարա չկիսես այն քաղցր, ջերմ, այն վերաբերմունքը, որ մարդիկ ուղարկում են, ես ձեզ բարևներ եմ բերում այն մարդկանցից, ում դուք չեք ճանաչում Ճանաչում են միայն ձեր հովիվները, որ ունեցան առիթ գալ Արարատ եւ հավատացեք, որ ձեր գալուց հետո էլ են շատացել ժողովուրդը։ Եվ շատացել են, եւ եկեղեցին ամրացել։ Կար ժամանակ մեզ ճանաչում էին որպես Երևանի տարածքային հովիվներ, Բեկչան Հովանեսը։ Հետո եկավ ժամանակ, որ Տերը մի քիչ փոփոխություն արեց մեր կյանքում եւ սկսեցին ճանաչել որպես Վանաձորի կյանքի խոսք եկեղեցու հովիվներ։ 2000 թվականից հետո մենք տեղափոխվեցինք Երևան եւ Տերը նոր կայծ բերեց մեր կյանքի մեջ։ Տերը նոր հոգի եւ շունչ դրեց, նոր ընթացքի մեջ դրեց։ Էդգարն ու Ֆինան այդ ժամանակ արդեն նրանք Երևանում են եւ իրանց տունն ենք եւ Աստծուց այսպես sense։ Այսպես մի հատ խոսք եկավ։ Էդգարը ինձ ասեց. Հովանես, գիտես Արարատում կյանքի խոսքի եկեղեցի չկա։ Բայց այնքան իր կողմից այնքան տենց ուղղակի զրուցում էինք, բայց Սուրբ Հոգին կպավ իմ սրտին։ Երբ որ կպավ իմ սրտին, ոչ մի բան չասեցի, ասեցի հա, տենց։ Մի անգամից արձագանք, բայց խորը սրտումս բանը զգացի։ Զգացի, որ ոչ մի զրույց հոգևոր թեմայով իզուր չի։ Գիտես, ես այսօր հատուկ խոսք եմ բերել ձեզ, սիրելի եկեղեցի, եւ այդ խոսքն էլի զուր չի։ Միգուցե դու այստեղ նստած ես, չգիտեմ որ շարքում ես, հենց քեզ համար խոսք եմ բերել։ Մի քանի օր այդ խոսքը այս են շրջելա իմ սրտի մեջ, հոգևոր աչքերովս տեսնում եի ոնց եմ ես այստեղ այդ խոսքը քարոզելու։ Այդ խոսքը ես բերել եմ, իմ տանն եմ քարոզել, այդ խոսքը Արարատի մեր եկեղեցու օգնականներն են լսել։ Այնտեղ աղոթում էին այսօրվա համար, որ այդ խոսքը այստեղ ձեր սրտերում պտուղ բերի։ Եվ մենք ի վերջո գնացինք Արարատ, սկսեցինք աղոթել Արարատ քաղաքի համար, սկսեցինք աղոթել այն մարդկանց համար, ովքեր ավետարանի լույսի կարիք ունեն, եւ հոպ Տերը սկսեց հրաշքներ անել։ Տերը խմբակ, հետո մի հատ էլ խմբակ, հետո մի հատ էլ խմբակ, հետո մի հատ միջոցառում արեցինք, դահլիճ վերցրեցինք, հետո այդ դահլիճում մի հատ էլ միջոցառում արեցինք, հետո մի քիչ էլ շատացան, հիմա հրաշալի եկեղեցի է բարձրանում։ Մենք հիանում ենք Տիրոջ գործերով։
Մենք իրականում հիանում ենք Տիրոջ գործերով։ Տերն է բարձրացնում։ Հալելույա։ Հալելույա։ Այն հատուկ բարևը ես բերել եմ այս մեր եկեղեցուց։ Մեր օգնականները, որոնք այնտեղ մեզ հետ ծառայում են, նրանք շատ ջերմ բարևներ են ուղարկում։ Ասում են մեր կողմից կտանեք այդ ջերմ բարևները Տաշերի կյանքի խոսքը եկեղեցուն։ Բերել եմ ժողովուրդ։ Փառք Աստծուն։ Իսկ դու այսօր սպասում ես հատուկ եւ հրաշալի խոսք քեզ համար։ Սկսեմ, գիտեք, այսօրվա խոսքը ինչից։ Նախ ասեմ, որ իրականում դեռ մի քանի օր առաջ ես սիրում եմ, երբ որ շատ յուրահատուկ ձևով է խոսքը գալիս։ Իրականում 93 թվականից հավատքի մեջ եմ։ Այնքան քարոզներ եմ լսել, այնքան գրքեր եմ կարդացել հոգևոր, այնքան բազում տարբեր տեղեր հոգևոր կրթություն եմ ես ունեցել, բայց սիրում եմ, երբ խոսքը գալիս է երկնքից։ Ես ուղղակի մոտորում եմ, ասում եմ, Տեր ջան, վստահում եմ, դուք ճիշտ ժամանակին խոսքը կտաս, ինչ եմ տանելու այնտեղ։ Եվ ուղղակի տունն էի, եւ այդ խոսքը կայծի պես լուսավորեց իմ հոգևոր աշխարհը։ Ես տեսա ինչ եմ քարոզելու։ Սկսեմ այսպես։ Աստվածաշնչում մոտ 100 տեղ ինքը Աստված իրեն համեմատում է հովվի հետ։ Եվ այդ ինչ որ մեկը հաշվել է, ես ուղղակի գրքերից մեկում եմ կարդացել, եւ ինչ որ մեկը նույնպես հաշվել է, որ մոտավորապես 400 տեղ Աստված իր ժողովրդին համեմատում է գառների հետ, հոտի հետ։ Ես ինքս չեմ հաշվել, բայց հավատում եմ։ Գիտես, մտածում էի այդ համեմատությունների վրա, որ ինքը Աստված բազում անգամներ իրան համեմատում է հովվի հետ եւ իր ժողովրդին էլ գառների եւ հոտի հետ։ Եվ աչքիս առաջ եկան Սուրբ գրքից տեղեր։ Այդ Սուրբ գրային հատվածներից ամենավառ եւ սիրածս տեղերը, այն որ գիրքը բացում ես, էլ չես ուզում կարդաս, ուզում ես անգիր ասես, բայց այդ տեղը նույնիսկ եկավ աչքիս առաջ։ Սաղմոս 23։ Տերն է իմ հովիվը եւ կարոտություն չեմ ունենա։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ եւ հանդարտ ջրերի մոտ է տանում ինձ։ Իմ անձին հանգիստ է տալիս։ Ինձ առաջնորդում է իր արդարության շավիղներում իր անվան համար։ Թեև գնամ մահվան շուքի ձորում, չար բանից չեմ վախենա, որտև քո գավազանը եւ քո ցուպը նրանք մխիթարում են ինձ։ Ամեն։ Եվ կարող եմ շարունակել մինչև վերջ, բայց այս Սաղմոսին ես դեռ կանդրադառնամ։ Մեկ այլ տեղ Սուրբ գրքից, դա Հովանու ավետարան 10-րդ գլուխ 11-րդ խոսքը։ Հիսուսը ասում է. Ես եմ բարի հովիվը։ Հիսուսը ասում է, ես եմ բարի հովիվը։ Եվ գիտես, այս խոսքերը այս հենց աչքիս առաջ գալով ես այսօր քարոզելու եմ հովվական ներգործության մասին։ Տերն է իմ հովիվը։ Տերն է իմ հովիվը։ Ով է հովիվը, ինչ է անում նա այդ հոտի համար։ Եվ ինչով է նա ներգործում այդ գառների կյանքում։ Այսօր ես քարոզելու եմ հենց դրա մասին։ Ինչով է ներգործում հովիվը գառների կյանքում։ Այսօր ես քարոզելու եմ հովվական գավազանի մասին։ Ասա ինձ հետ միասին, հովվական գավազան։ Այ հիմա կխնդրեմ գավազանը տաք ինձ։ Հալելույա։ Երևում է գավազանը։ Հատուկ մի քանի օր փորձել ենք
որտեղից ճարենք, որտեղից գտնենք եւ չկարողացանք իսկական հովական գավազան գտնենք, մենք գտանք մեր Երևանի մանկական ծառայության մեջ մի հրաշալի գավազան, որ մանուկների բոյն է, իրանք այս գավազանով բեմականություն են ներկայացրել, հետո որ բերեցի տուն իմ տղան Լևոնը ասեց, պապեսի ես չեմ հիշում տարական դասարաններից որում է, այս գավազանով ես պարեմ պարել, ասեցի պարկ աստծուն, և այս գավազանը բերել եմ այստեղ վար ցույց տալու, թե ինչ գործիք ունի հովիվը և ինչպես է նա այն օգտագործում գառների կյանքում և հետո մենք հատուկ բանի համար ենք խոսելու և աղոթելու։ Գիտես գավազանը, երբ որ ես փոքր էի, նայում էի հովիվներին, որոնք արածացնում են գառներին և տանում այս արոտավայրից, այն մյուս արոտավայրերը և տեսնում էի հովիվը կանգնած այսպես, գավազանը մեծերի մոտ մի քիչ ավելի բարձր է, այսպես հովիվը կանգնում էր, այսպես ու նայում էր աջ ու ձախ, հենվում էր այս գավազանին, ես միշտ մտածում եմ, ասում եմ, դե երևի հենա փայտ է, էլի, փայտ է, որը հովին հենվելու համար է պետք, երևի հոգնում է, շատ քայլում է, փայտ է պետք, որ սենց ման գա, էլի դրանով, բայց պարզվում է ոչ։ Այս հովական գավազանը ունի շատ հատուկ իր նպատակը, այն միայն հենվելու համար չէ, նա նաև հենվելու համար է։ Եթե տեսնում եք հովական գավազան, այն յուրահատուկ է այս վերևի, այս փոքր կեռիկով։ Ինչի համար այն։ Երևի հովիվը հոգնում է, ձեռները մրցում է, դնում է ջեբերը, տեսեք գցում է սենց վզին, ասում է չխանգար էլի։ Իհարկե ոչ, ոչ։ Այս հովական գավազանի ամեն մի հատվածը ունի իր յուրահատուկ բաժինը, ինչի համար է այն։ Երբ որ այս վերջերս մինչ այս խոսքը պատրաստել է, իմ օգնականներից մեկը գառներ ունի և մի հետաքրքիր բան ասեց, երբ որ գառնուկը ծնվում է, պետք է ձեռք չտաս իրան։ Զարմացա, ես հովական ծառայության մեջ երկար տարիներ առաջին անգամ եմ լսում, որ գառնուկը որ ծնվում է, պետք է մոտիկ չգնաս, ձեռք չտաս գառնուկին, այ հենց այդ պահին պետք է ձեռք չտաս, որովհետև երբ որ ձեռք ես տալիս և մայրը իր վրայից օտար հոտ է առնում, էլ մոտ չի թողնում և չի կերակրում։ Իմ օգնականը ասեց, դա ես զարմացա, հետո ես իհարկե դրա մասին շատ կարդացի։ Ես այս վերջերս էլ կարդացի։ Եվ երբ որ ես պատրաստում էի խոսքը, ես նույնպես բացեցի բազում տեղեր, նյութեր հովական ծառայության մասին և ես կարդացի դրա մասին։ Առաջի բանը նորածին գառնուկի համար ես այս խոսքը տանելու եմ այսպես գառնուկներ և հովիվ, չէ՞։ Բայց դու այստեղ նստած, քանիսն են ձեզանից, որ արդեն հռչակել են, ես Տիրոջ գառնուկն եմ, նա իմ հովիվն է։ Դու քո կյանքում հռչակել ես, ասել ես Հիսուսին, Տեր, դու ես իմ հովիվը, որ կառաջնորդես իմ կյանքի ընթացքում։ Ես Սաղմոս 23:8 չեմ կարդացել, Տերն է իմ հովիվը։ Երբ որ գառնուկը ծնվում է, առաջի բանը, որ հովիվը անում է, և որովհետև որոշ գառնուկներ ծնվում են և պետք է ինչ-որ մեկը օգնի, որ կարողանա մոտենա իր մորը և կաթը կարողանա վերցնի, սնվի, բայց որոշ գառնուկներ չեն կարում, բայց հովիվը չի էլ կարում իրան ձեռտը։ Ինչ է անում հովիվը։ Այս գավազանի, այս հատվածով բռնում է դունչիկից գառնուկի բարձրացնում և օգնում, որ գառնուկը իր առաջին մի քանի կումը մայրական կաթը առնի և հետո ուժ առնի և թռչկոտալով ոտքի կանգնի ու թռչկոտալով շարունակի իր ընթացքը։ Գավազանը սկսեց գործել գառնուկի կյանքում։ Գիտեք, բայց այս գավազանը բազում տարբեր ուրիշ բաներ էլ է գործում գառան կյանքում։
Գառնուկները սիրում են պարկել շատ յուրահատուկ տեղ, որտեղ ասենց մի քիչ թմբի պես լինի, որ շատ հարմար պարկեն։ Մի քիչ մեծ ոչխարները նույնպես, խոյերը։ Եվ լինում է, որ իրանցից ամեն մեկը, երբ որ թռնում է տեղից, եթե անհարմար կանգնեց ոտքի, կարող է գլորվել, ընկնել մեջքի վրա։ Ձեզանից ով գիտի, որ երբ որ գառը կամ արդեն իսկ մեծ խոյը, ոչխարը լինի, խոյը լինի, մեջքի վրա է անգնում, ինքը ինքնուրույն չի կարող ոտքի կանգնել։ Ինքը սկսում է ոտերով սենց անել, առավել եւս երբ որ դեռ բուրդը խոզած չեն լինում։ Այն ծանր է լինում եւ խանգարում է, որ ինքը կարողանա վեր կենալ։ Շատ բառաչում է, ոտքերով խփում է եւ սպասում, որ հովիվը գա այս գավազանով շրջի իրան։ Եվ երբ որ շրջի իրան, նոր ինքը կարողանա ոտքի կանգնել։ Այս գավազանը օգնում է, երբ որ գառնուկները մտնում են փշոտ թփերի մեջ եւ խճճվում եւ չեն կարողանում դուրս գալ։ Հովիվը գալիս է այս գավազանով, այդ փշոտ թփերը բաժանում տարբեր կողմերի, այսինքն գցում ներս եւ այս փոքրիկ կեռիկով խփում գարան ոտի տակից եւ քաշում իրան դեպի իր կողմ եւ հանում այդ փշոտ հատվածներից։ Մեր այս տարածքներում քարանձավների պես տեղեր շատ քիչ կան, բայց կան տեղեր, որտեղ որ ժայռից գառնուկը ընկնում է եւ նրան պետք է բարձրացնել։ Ընկնում է խոր տեղեր եւ հովիվը նույնպես այս փայտը երկար գցում է ներքև, ոտքից բռնում եւ քաշում, մինչեւ որ հանում է գարան իր մոտ։ Սա կարևոր գործիք է, որը հովի ձեռքերում է։ Այս գործիքը հովի ձեռքերում նաև պետք է լինում ուղղություն ցույց տալու համար։ Երբ որ հովիվը գնում է եւ իր հետևից ողջ հոտը հետևում է հովին։ Հովիվը հասնում է ինչ-որ մի տեղ եւ պետք է որ շրջել հոտը այն ուղղությամբ։ Հոտը եկավ, պետք է շրջել այն ուղղությամբ։ Հովիվը կայնում է այստեղ եւ այս փայտով փակում է ճանապարհը դեպի այնտեղ եւ ուղղությունը ցույց է տալիս, որ ողջ հոտը գնա այն կողմ, թեթև խփելով այստեղ դեմի մի քանի գնացողներին, այստեղ ցույց տալով ուղղությունը եւ ողջ հոտը շրջադարձ է անում եւ գնում այն ուղղությամբ, որով որ պետք է գնալ։ Հետո հովիվը գալիս է նորից դեմը եւ շարունակում առաջնորդել հոտը։ Հովական գավազանը ցույց է տալիս ուղղություն։ Մենք խոսացինք, որ գառնուկին կաթը ամենաառաջի ժամերի ընթացքում։ Մենք խոսացինք, որ գառնուկը ընկել է կամ ձորի մեջ, կամ թփերի մեջ, հովիվը հանում է։ Նույնպես այս գավազանի հետ կապված կա պաշտպանություն։ Ասա պաշտպանություն։ Հովիվը պահում է գավազանը։ Եվ այն ճիշտ պահին, երբ որ թափառող վայրի շներ, շակալներ, գայլեր հարցակվում են, ուզում են տանել գառներից մեկին, ամենալավ զենքը հովի ձեռքերի մեջ դա այս գավազանն է։ Մի հարվածով կարող է տապալել մի անգամից, մի գայլին կտապալի, մի հատ լավ հարվածով ողնաշարը կջարդի գայլի։ Այն լավ զենք է նաև հովի ձեռքերում։ Ես ասում են, որ հոտը, գառները, խոյը, ոչխարը, նրանք լավ չեն տեսնում։ Ասվում է, որ նրանք տեսնում են ընդամենը իրենց դեմը արոտը, որը որ պետք է ուտեն, բայց ունեն լավ լսողություն։ Մեզ մոտ այդքան չէ, բայց այն երկրներում, որտեղ քարքարոտ եւ ժայռոտ տեղերով են արածացնում հովիվները իրենց հոտը։ Երբ որ հոտը անցնում է արդեն երեկոյան կողմով կամ մարախուղ ընթացքում եւ գառները սկսում են դժվար տեսնել եւ չկողմնորոշվել, միգուցե մի փոքր հետ ընկնել հոտից,
նրանք վերապրում են շատ վատ ընթացք այդ պահին եւ լարում են իրենց լսողությունը։ Այս ընթացքում այդ երկրներում ապրող հովիվները ունեն սովորություն։ Նրանք այս փայտը օգտագործում են անցնելուց, խփում են քարերին եւ հոտը լսում է գավազանի ձայնը եւ վազում դեպի դա։ Գիտեք դրա մասին։ Շատ երկրներում, որտեղ որ ժայռոտ տեղերով են անցկացնում իրենց հոտը գավազանով, նրանք նաև թխկացնում են, քարերին են խփում եւ հոտը լսում է եւ հետևում։ Այն, որ լավ լսողություն ունեն գառները եւ հետևում են իրենց հովի ձայնին, խոսում են նաև Հիսուսը։ Շատ հաճախ հովիվները սրինգ են նվագում եւ շվիով նվագելով գնում են, գառները մի անգամից հետևում են իրենց հովին։ Ես կարդացել եմ հատուկ նյութեր հետաքրքիր, որ ասում է, երբ որ ջրի մոտ իջացնում են հոտը եւ մի քանի տարբեր հովիվներ բերում են իրենց հոտերը ջրի մոտ, բոլորը խառնվում են միտեղ եւ բոլորը ծարավ են եւ խմում են։ Բայց հերիքա հովիվներից մեկը վերցնի իր սրինգը, իր ձեռքը, կամ ինքը երգելով շարժվի, այդ բոլոր հոտերի մեջից իր գառները վազելու են իր հետևից եւ ուրիշի հետևից չեն գնալու, որովհետեւ ճանաչում են իրենց հովի ձայնին։ Հիսուսը ասում է, իմ գառներս իմ ձայնը ճանաչում են եւ ինձ հետևում են։ Հալելույա։ Այս գավազանը շատ տարբեր ժամանակահատվածներում օգտագործվել են նաև որպես հոտը հաշվելու համար մի գործիք։ Երբ որ հոտը բերում են հասցնում արդեն իսկ ճիշտ տեղ, արդեն պետքա այդ ոնց է կոչվում են տեղը, որտեղ հոտը բերում են։ Եվ պետքա հոտը բերեն տեղ, մտցնեն այդ փայտերով փակ հատվածը, մուտքի մոտ հովիվը այս փայտով փագում է մուտքը այնպես, որպեսի ոչ գառնուկը, ոչ արդեն մի քիչ մեծ խոյը կամ ոչխարը չկարողանա շուտ անցնել։ Ասենց ամուր սխմելով դանդաղեցնում է նրա անցնելու պահը։ Եվ այս ընթացքում եւ հասցնում է հաշվի, եւ հասցնում է զննի։ Չկա վրեն արդյոք հիվանդություն։ Ամեն բան նորմալ է իր հետ։ Եթե պետքա ոտքից բռնի, սմբուկները ստուգի։ Այս ընթացքում նաև բերանն բացի ատամները նայի, զննի ամբողջ մաշկը։ Ինչի է դա կարևոր։ Որոշ ճանճեր մաշկի վրա բրդի մեջ ծետուկներ են դնում, ձու են դնում։ Եվ դա շատ ուժեղ վնասում է, եւ շատ անգամներ լինում է մեծ խորը վերքեր է առաջանում։ Հովիվը այդ ժամանակ առանձնացնում է այդ գառանը, ֆիքսում է իրան անշարժ լինելը փայտով, գավազանով եւ սկսում է բժշկել։ Մաքրում է այդ բոլոր ծետուկներից մաշկը, որից հետո հատուկ քսուկներով կամ յուղով օծում է այդ հատվածը։ Ցավոք, բայց գառներն էլ են իրար հետ վիճում։ Նոր մարդիկ են գալիս եկեղեցի, ու մեկ էլ գալիս են ասում, հովիվ, բայց ես ի՞նչ եկեղեցի է, ես տեսա են եղբայրն ու ես եղբայրը իրար հետ վիճում էին։ Ինչ ասես։ Ես էլ հաճախ տեսել ոնց են գառները իրար sense պոզիկներով իրար խփում կամ արդեն մեծ խոյերը մեծ իրանց եղջյուրներով տալիս են իրար։ Հովիվը մոտիկ գնա, կարող է լավ չլինի։ Միակ բանը, թե ինչով բաժանի կռվարար երկու մի հոտի մեջ գտնվող կենդանիներին դա իր գավազանն է։ Հերիքա մի հատ այսպես անում։ Եվ երկրորդ ամենակռվարարի եղջեր պոզերից բռնում է, քաշում
եւ առանձնացնում եւ հետո սահման դնում գավազանով իրանց մեջտեղը։ Գավազանը նույնպես բաժանում է։ Հավատում եմ այս գավազանը շատ տարբեր ձևերով էլ է օգտագործվում հովիվների կողմից հոտ առաջնորդելու համար։ Բայց ես հիշում եմ, ինչպես իմ բանակում ծառայելու ընթացքում ինձ տեղափոխեցին Խոզվոտ։ Ես այդ ընթացքում ծառայում էի Մեղրիում եւ մեզ տարան Խոզվոտից էլ տեղափոխեցին ուրիշ տեղ, Խոզվոտի մեջ ինչ-որ մի հատ ուրիշ բաժին եւ երբ որ տեղափոխեցին մի հատ ուրիշ գյուղ, այդ գյուղում մի քանի զինվոր էր եւ ես էլ միացա իրանց։ Ինձ ասացին, գիտես մեր գործը որն է լինելու, վաղը առավոտվանից մեզ մոտ 12, եթե չեմ շփոթում, 12 գառնուկ կա, իրանց առավոտը հանում ենք, կարածացնում, հետո բերում ենք ջրի մոտ, ճաշից հետո մի հատ էլ ենք կարածացնում, երեկոյան կողմ բերում ենք գոմը։ Այս կամով էս է մեր ծառայությունը։ Դե ասի լավ, ուրեմն առավոտ արթնեցինք, գառնուկներին հանեցինք, տարանք անտառի մեջով, գեղեցիկ բնություն, ու շատ հետաքրքիր էր, փոքրիկ, սիրուն, չալպտուրիկ, կային ամբողջությամբ սպիտակ, կային սևուկներ, շատ գեղեցիկ գառնուկներ էին։ Միայն գառնուկներ էին, փոքրիկ։ Եվ իրանց արածացնում էինք։ Մենք երկուսով ենք, մյուս զինվորները ուրիշ գործ գնացին անելու, զինվորը ինձանից առաջ որ այդտեղ էր, նա ասեց, արի ես քեզ երկու բան ցույց տամ, կարևորը հիշես, որը ով է։ Ասեմ, ոնց որը ով է։ Ասում է, ուրեմն նայի, էսի էս ինչ անունն է, էսի այն ինչ անունն է։ Բոլորի անունները ասեց, եւ դա հիմա շատ չեմ հիշում բոլորի անունները, բայց 3 անուն կար, 3 գառնուկ կար, որոնց անունները մինչև օրս հիշում եմ։ Ինձ ասեց, ուշադիր կլինես, սա կիշոկն է, կիշալոտն է, կիշոկը։ Սա տորմուզն է, այն մեկն էլ պրիժոկը։ Կիշոկ, պրիժոկ, տորմուզ։ Հեշտ էր հիշել։ Կիշոկ, պրիժոկ, տորմուզ։ Իրանց շատ ուշադիր կլինես։ Ամենահաճախը իրանք են կորում ամբողջ գառների մեջից։ Գնալուց էլ լինես, շուտ նայի հաշվի։ Եթե տես կիշոկը, պրիժոկը կամ տորմուզը կան, եթե չկան, բոլորին միտեղ կանգնացրա, թափով տես որտեղ են կորեմ, անարի քթի։ Եվ իմ ձեռը նույնպես մի հատ այսպեսի փետ կար։ Նու այսպեսի չէր, բայց երկար փայտ էր, այս հատվածը ուղղակի չկար։ Եվ ես սկզբից կատակի վերածեցի, մտածեցի կատակ անում, ինչ կիշոկ, ինչ պրիժոկ։ Ինչ պրիժոկ, ինչ տորմուզ։ Եվ հետո ես հասկացա, որ տորմուզը տորմուզն է։ Պրիժոկը պրիժոկն է, կիշոկն էլ կիշոկն է։ Ուրեմն այն գառնուկը, որը որ կիշոկն էր, կիշալոտ էր։ Այդ բոլոր գառներին արածացնելով տանում ենք, դե տանում ենք։ Մեկ էլ հոպ, այդ կիշոկը միտեղ կանտաչ խոտ է տեսել իր խորժակի։ Ու մնացել է հիանում է ինքը ուտում է, հիանում է, հեշտ պետք չի, որ ողջ հոտը մնացած գառները գնացել են։ Ու գնում են, մեկ էլ ինձ հետ ծառայող այդտեղ են ասում, հա տես կիշոկն ուր է, նա հաշվի, հաշվում են կիշոկը չկա։ Կիշոկ ասելով գնում ենք, մեկ է գտնում ենք միտեղ, ինքը մի հատ տենց հատվածա գտել ուտում է, հետո փայտով գնա, հոտը բոլորը արդեն եսի մուր են հասել, առաջ գնա, մի կետ տպտպասնելով վազացնել ենք տալիս հասցնում ընդեղ, մինչև հասնում ենք այդտեղ, բոլոր մնացած գառներին կանգնացել ենք իրանց տեղում, մինչև կիշոկին բերենք, կիշոկին բերեցինք, մեկ էլ ասում պրիժոկը չկա, վայ, բա պրիժոկն ուրա, տեսնում ենք այդ պրիժոկն սիրում էր թրշկոտալ, թրշկում է ստեղ, թրշնում է նեղ, թրշկոտալով գնացել է, բոլորը ստեղ է մնացել, պրիժոկը գնացել է եսիմուր, գնացինք պրիժոկի հետևից, բոլորին հավաքեցինք մի կերպ տանում ենք բոլորին հոտը առաջ, որ հասցնենք ջրի մոտ, տորմուզը հետ է անգնում, շատ հաճախ տորմուզին ստիպված շուտ էր հոգնում, նվազոտ էր։ Գրկում էինք, որ հետ չընկնի եւ բոլորին միասին տանում ենք ջրի մոտ։ Հետո ընդեղ մի քիչ հանգիստ ենք տալիս
Եվ այդպես ես այնտեղ ծառայեցի երևի մի 2 շաբաթ, բայց այդ գիշոկ բրիժոկ տորմուզ գառնուկների այդ պատմությունը բար տպավորվեց իմ սրտում։ Գիտես, այս ողջ խոսքը, որ այսօր քարոզում եմ ձեզ, բերում եմ նրան, որ Տերը իզուր չի, որ իրեն համեմատում է Հովվի հետ, իր ժողովրդին, իր հոտի հետ, գառների հետ։ Իզուր չի, որ այսօր ես խոսում եմ հովվական գավազանի մասին։ Բոլորիս կյանքում լինում են պահեր, որ մենք խիստ այսարակարիքը ունենք։ Բոլորիս կյանքում լինում են պահեր, դու գլորվում ես մեջքիդ վրա և չես կարողանում ոտքի կանգնել։ Ինչ որ կյանքիդ ինչ-որ մի իրավիճակ դրդեց, որ դու գլորվեցիր։ Ընկար մեջքին, ոտքերով խփում ես, բառաչում ես միգուցե, կանչում ես Հովվին։ Բոլորիս կյանքում լինում է, որ անցնում ես, կարծես թե քո հավատքիդ կյանքն է, կարծես թե անցնում ես քո հավատքիդ ճանապարհով, բայց շորիցդ մի բան քաշեց։ Փշոտ ճղերի մեջով անցար, խճճվեցիր, հոտը գնում է, դու մնում ես, դու զգում ես, որ պիտի գնաս, ձգվում ես, չես կարողանում, հետ ես գալիս, որ մի հատ նորից վազես, ավելի ես խճճվում։ Կյանքիդ իրավիճակները խճճեցին քեզ, ելքը չես կարում, դու հասկանում ես, որ պետքա չմնաս, բայց չես կարողանում։ Եվ բոլորիս կյանքում էլ լինում է, որ դու ժայռից սայթակում ես։ Ես չեմ խոսում նրանց մասին, ովքեր նպատակով գնում են ու գցվում այդ ժայռերից։ Ես խոսում եմ այն գառների մասին, ովքեր ուղղակի սայթակում են։ Նրանք չէին ուզում, բայց կյանքը միշտ չի, որ ժպիտով դիմավորում է քեզ տարբեր իրավիճակներում։ Միայն այն գառները, ովքեր Տիրոջ հոտի մեջ են, եւ միայն այն գառները, ովքեր թույլ են տալիս հովվական գավազանը քո կյանքին կպնի եւ քաշի քեզ դեպի իրան։ Միայն այն հավատացյալները, ովքեր ասում են Տերն է իմ հովիվը։ Տեր, իմ կյանքի բոլոր իրավիճակների մեջ դու ես իմ հովիվը։ Ես քո գառն եմ։ Եվ բոլոր այն իրավիճակներում, երբ որ ոտս կսահի, դու կբռնես ինձ քո գավազանով։ Երբ որ թշնամին է գալիս, Տիրոջ գավազանը իզորույա նրա ողնաշարը ջարդել։ Տիրոջ գավազանի մեջ պաշտպանություն կա։ Գիտեք, ես մի հատ նկար ունեմ, ուղղակի այսօր չեմ բերել այդ նկարը։ Ես որոշեցի ուղղակի այս սրա մասին քարոզեմ։ Բայց հովվական ծառայության մեջ կա մի այսպիսի կարևոր բան։ Ամեն մեկը տարին մեկ պետք է խուզվի։ Այդ բուրդը աճում է հենց նրանց վրա, բայց ամեն մեկին պետք է տարին մեկ խուզել։ Եվ ով է դա անում։ Հովիվը։ Հովիվը բռնում է, պարկասնում եւ խուզում է։ Այդ բուրդը առանձնացնում, մեկը նորից աճելու է։ Ես մի հատ նկար ունեմ, ուրեմն հոտից առանձնացած, փախած մի հատ ոչխարա ու իր վրա մի քանի տարի աճած բուրդը։
5 տարի չեն խուզել։ Այդ բուրդը աճել է եւ եկել, այսինքն աչքերը փակում է արդեն։ Այդ շոկից այդ խեղճ կենթանին արդեն չի կարողանում քայլել եւ շատ ահավոր նկար է։ Դա այդ նկարի վրա գրած է. իրան չեն խուզել 5 տարի։ Որպեսի դու կարողանաս քո հավատքիդ կյանքը շարժվել։ Ժամանակ առ ժամանակ պետք է թույլ տաս, որ Տերը քո վրայից առանձնացնի այն շերտերը, որոնք վաղուց պետք է գնացած լինեին։ Այն վաղուց քո կյանքում գործած վատ իրադարձությունները նա իր ձեռքով մաքրի, նա իր մեծությամբ զրոյացնի եւ քո անցյալի հետ կապված բոլոր բաները, որոնք քեզ խանգարելու են, դու շարժվես, գործես, քայլես, նա այն վերացնի։ Մի հատ կարևոր բան, երբեք չհեռանաս Հովվից այնքան հեռու, որ հովական գավազանը չհասնի քեզ։ Երբեք չհեռանաս այնքան հեռու, որ հովական միջամտությունը քո կյանքիդ մեջ անհասանելի լինի։ Երբեմն հեռախոսների մեջ զանգում ես, ասում ես, գտնվում է ռադիոծածկույցից դուրս։ Մեզ համար շատ կարևոր է միշտ գտնվել հովական գավազանի ծածկույթի ներքո։ Որպեսզի Տերը կարողանա քո կյանքում գործել, դու պետք է առաջինը համաձայնվես. Տեր, ես եմ քո գառնուկը։ Ես համաձայն եմ, միգուցե իմ դուրը չի գալիս, որ ինձ պարկասնում են, խուզելու, անցկացնում ինձ վրայով եւ բուրդը հանում, բայց հետո թեթևանում եմ։ Կյանքում շատ բան կարող է պատահել, բայց միայն Տիրոջ գավազանը կարող է քեզ հանել բոլոր իրավիճակներից, սկսված նորածին ժամանակվա այդ առաջին հպումը, որ օգնում է գառնուկը մի քանի կում մայրական կաթից վայելի։ Եվ դրանից հետո կյանքի ողջ ընթացքը նա անցնի Տիրոջ գավազանի ներքո։ Տերն է իմ հովիվը։ Ես կարոտություն չեմ ունենա։ Եվ ամբողջ Սաղմոսը խոսում է նրա մասին, թե ինչ ունես դու, երբ որ Տերը առաջնորդում է քեզ որպես հովիվ։ Նա կանաչ տեղերում հանգստացնում է ինձ եւ հանդարտ ջրերի մոտ տանում է ինձ։ Իմ անձին հանգիստ է տալիս։ Ինձ առաջնորդում է արդարության շավիղներում իր անվան համար։ Թեև գնամ մահի եւ շուքի ձորում, չար բանից չեմ վախենա, որովհետեւ քո գավազանը եւ քո ցուպը նրանք մխիթարում են ինձ։ Դու իմ առաջին սեղան ես պատրաստում իմ թշնամիների դիմաց։ Դու իմ գլուխը օծում ես յուղով, իմ բաժակը խիստ լիքն է, հենց բարիքն ու ողորմությունը կգան իմ հետևից իմ կյանքի բոլոր օրերում եւ Տիրոջ տանը կբնակվեմ շատ երկար ժամանակ։ Կան շատ մարդիկ, ովքեր կյանքի ինչ որ մի հատվածում գլորվել է անգել մեջքի վրա, հավատքի կյանքում ձախողվել, հովիվը իր գավազանով միջամտում է, ուզում է ուղի եւ հանկարծ լսում է. ոչ մեկ չխառնվի իմ կյանքին, ես ինքս գիտեմ ոնց ուղեմ իմ կյանքը։ Ինձ ուղղություն ցույց մեկ տա։ Հովիվը կյանքիդ համար ուղղություն է ցույց տալիս։ Տերը առաջնորդում է, հիմա շրջում ենք այսպես, հիմա այս ուղղությամբ, եւ հանկարծ մեկը դուրս է գալիս ու վազելով գնում, սպասի, այդ ուղղությամբ չէ, հետ արի, այն ուղղությամբ, հոտի հետ միասին, հիմա այսպես պիտի գնաս։ Շատ անգամներ տեսնում եմ հավատացյալների, որոնք իրենք են որոշում իրենց ուղղությունը։ Տերն է իմ հովիվը։ Միայն այս արտահայտությամբ այնքան մեծ բան է ծածկվում։ Իմ կյանքի որոշումների, իմ ապրելակ ոճի, իմ կյանքիս ընթացքի այնքան բան է որոշվում այստեղ։
երբ որ ես ասում եմ Տերն է իմ հովիվը, ես գիտեմ, որտեղ ոտքս սահի, Տերը իր գավազանով ինձ կբարձրացնի։ Ես գիտեմ, որտեղ ժայռից էլ ընկնեմ, Տերը ինձ չի թողնի, նա բարի հովիվ է։ Նա բարի հովիվ է։ Նա իր կյանքը տալիս է, հենց այդ խոսքերում ասում է բարի հովիվը իր կյանքը տալիս է իր գառների համար։ Հիսուսը ասեց այդ բառերը եւ հենց ինքն էլ իր կյանքը տվեց մեզ համար։ Իմ պաշտպանությունը որպես գառնուկ Տիրոջ գավազանի կողքը գտնվելն է։ Ես գիտեմ շատ ու շատ անգամներ, երբ որ ինձ համար անտեսանալի թշնամին է գալիս, Տերը իր գավազանով ջարդում է այդ գայլերի, շակալների, վայրի շների ողնաշարը եւ նա օգտագործում է իր գավազանը։ Ես գիտեմ, որ Տիրոջ հոտի մեջ գտնվել է ինձ համար ապահովությունը։ Ես գիտեմ, Տերը ինձ տանում է կանաչ արոտավայրերի մոտ եւ հանդարտ ջրերի մոտ։ Մի որոշում, որը իմ ողջ կյանքի վրա ազդում է, երբ որ ես ասում եմ Տերն է իմ հովիվը։ Ես գիտեմ, որ կյանքը ինքը շատ հաճախ բարենպաստ պայմաններ չի ստեղծում, բայց ես գիտեմ մեկին, ով որ բոլոր պայմանների մեջ հավատարիմ է եւ նա բարի հովիվ է։ Ես գիտեմ որտեղ պետք է լինեմ եւ ամենահեռու հատվածը հովից հեռու լինելը դա այս գավազանի հեռավորությունն է։ Երբեք չգնաս այնքան հեռու, որ Տիրոջ գավազանը քեզ չհասնի, միշտ մնա հասանելի Տիրոջ ներկայության համար, Տիրոջ գավազանի համար։ Ոտքդ պատրաստ լինի, երբ որ գավազանը բռնի ու հետ քաշի քեզ, չթփրտաս ասես, ես ինչ եք քանում, ես ուր եք քաշում։ Տերը գիտի, նա բարի հովիվ է, նա քեզ չի թողնի, նա քո հետևից կգա եւ կմիացնի քեզ իր հոտին։ Արդեն երկար տարիներ հովվական ծառայության մեջ եմ։ Մի բան, որ միշտ խորհուրդ եմ տալիս մարդկանց։ Մի բան, որ անընդհատ ես ասում եմ։ Հաճախ մարդիկ խոսում են, ասում են Հիսուսը այն կորած գառի համար գնաց, գտավ, բերեց։ Ասում շատ լավ, սիրելի եղբայր կամ սիրելի քույրիկ, բա դու ինչի եկեղեցի չես գալիս։ Ոտ եկեղեցում այսպեսի մարդիկ, այնպեսի մարդիկ ու աշկիտ առաջ են, որ պոզիկներով իրար խփում են գառնուկները, էդ ես տեսնում։ Ասում ես, լավ։ Իսկ դու մոռանում ես, որ Հիսուսը գնաց ինչ արեց, գառնուկին գտավ կորած գառանը։ Ուր տարավ։ Տարավ մի հատ առանձին սենց տեղ սարքեց, ասեց, «Էս մի գառը թող ստեղ մնա, այն 99-ն էլ իրար հետ թող ընդեղ վայելեն»։ Լռություն ա տիրում եկեղեցում։ Իհարկե ոչ։ Գառը կորած է համարվում, քանի դեռ հոտի հետ չի։ Հիսուսը գտնում է, բերում, վերադարձնում եւ խառնում փարախի հետ, մնացածի հետ։ Եվ հետո բոլորին միասին առաջնորդում։ Այսօրվա խոսքս ավարտին բերելու համար ուզում եմ ասել. երբեք կողքինի չրժվի ասա, երբեք Տիրոջ հոտից չհեռանաս։ Ամենահեռու հատվածը այս գավազանի երկարությունից թող չլինի։ Կողքինիդ ասա ամենահեռու հատվածը Տիրոջ գավազանից, երկարությունից թող չլինի։ Միայն այս հայտարարությունը Տերն է իմ հովիվը։ Տերն է իմ հովիվը։ Տերն է իմ հովիվը։ Այն ուղղությամբ, որ Տերը գնում է, նա ձայն է հռչակում։ Եվ գառները լսում են այդ ձայնը եւ գալիս են Տիրոջ հետևից։ Ուզում եմ այս խոսքի վերջի հատվածում առաջնորդել ձեզ աղոթքի մեջ։
ուզում եմ մենք միասին նորից հռչակենք. Տեր, դու ես իմ հովիվը։ Քեզ եմ վստահում իմ կյանքիս ողջ ընթացքը։ Ես հիմա էլ գիտեմ, որ ապագայում էլ վաղը, մյուս օրը, մյուս այս տարվա մինչև ավարտը եւ իմ ողջ ապագայի մեջ կան բաներ այս կյանքում, որոնք իմ ուժերից վեր են, որ կան բաներ այս կյանքում, որ փորձելու են փշերով խճճել ինձ, կան բաներ այս կյանքում, որտեղ որ ոտքս հնարավոր է սահի, բայց Տերն է իմ հովիվը։ Ոչ մի բանի կարողություն չունեմ, որովհետև Հիսուսն ասեց, որ ինքը բարի է։ Նա բարի հովիվ է։ Եկեք կանգնենք ոտքի հենց այդ բարի հովի առջև։ Եվ այս աղոթքը, եթե դու երկար տարիների հավատքի մեջ ես, ես ասեմ քեզ, անգամ երկար տարիներ հավատքի մեջ ապրելով նույնպես դու կարող ես սահել։ Կարող ես փշերի մեջ էլ ընկնել, գայլն էլ կարա քեզ հանդիպի, բայց մի հատ հատուկ բան երկար տարիներ հավատքի մեջ եղողների համար։ Դու գիտես, որ Տերը բարի հովիվ է։ Դու քո կյանքում բազմիցս տեսել ես նրա բարիությունը եւ հիմա ավելի հատուկ ձևով սիրտդ կբացես, կասես. Տեր, դու ես իմ բարի հովիվը։ Նրանք ում չեմ ճանաչում, փառք Աստծուն, Տերը այս առիթն էլ տվեց, այսօր տեսնում եմ ձեզ, այսօր կծանոթանանք ավելին ձեզ հետ, այսօր ուզում եմ նորից մի մասը մեզանից թարմացնի հավատքի կյանքը, մի մասը ավելի հաստատի և նոր արմատներ գցի նրա ճանապարհի մեջ, և այս աղոթքի մեջ ես ուզում եմ մենք բոլորս ասենք. Տեր, դու ես իմ բարի հովիվը, կյանքս վստահում եմ քեզ, առաջնորդիր, թող քո գավազանը ուղղորդի ինձ, ուղղորդի ես չեմ հակառակվելու իմ կյանքիս ընթացքում, դու ինձ ուղղորդի, ճանապարհը ցույց տուր, որ ուղղությամբ պիտի գնամ, դու պաշտպանիր ինձ քո գավազանով, դու երբ որ սահեմ, ոտիցս բռնի, հետ քաշի, եթե հանկարծ կորեմ, բեր նորից խառնի քո ժողովրդի հետ, որպեսզի լինեմ քո ժողովրդի մեջ, քո հոտի հետ։ Ամեն, եկեք այս աղոթքը աղոթ։ Տեր, մեծ պատիվ է քո ժողովրդի մեջ լինելը, մեծ պատիվ է քո ժողովրդի հետ քայլելը, Տեր։ Դու ես մեր Աստվածը, Քրիստոս, դու ես բարի հովիվը, ոչ մի բանի կարողություն չենք ունենա, թեև այս աշխարհում, Տեր, շատ ու շատ հակառակություններ և շատ ու շատ դժվարություններ են ծագում, բայց դու ես մեր Տերը, որին վստահում ենք, ոչ մի իրավիճակ ավելի զորավոր չէ, քան դու և քո գավազանը, Տեր, առաջնորդիր մեր կյանքը, Տեր, առաջնորդիր մեր հավատքի ընթացքը, եկեղեցին քեզ եմ բերում, Տեր, փառք ես, շնորհակալ եմ այս առիթի և հնարավորության համար, Տեր, թող գործի քո Սուրբ Հոգին, քո մեծությամբ, զորությամբ, ամրացրա, Տեր, ամեն մեկիս քայլերը ուղղություն ցույց տուր, զորացրա մեզ, Տեր ջան, և քո հոտի մեջ, Տեր ջան, քո փառքը և ներկայությունը թող գործի։ Հալելույա, հալելույա, երկրպագում ենք քեզ, երկրպագում ենք քեզ, քո գահիտ առջև, Տեր, մեր ամենաթանկ տեղն է, քո ներկայության մեջ, Տեր ջան, մեր ամենաքաղցր հատվածն է, Տեր, մեր կյանքի, Տեր, հալելույա, առաջնորդիր մեզ, դեպի այն ջրերը հանդարտ, որ դու ես տանում, Տեր, դեպի այն կանաչ արոտավայրերը, Տեր ջան, որտեղ դու տանում ես քո հոտը, դու ես բարի հովիվը, Տեր, փառք ես, հալելույա, 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 վստահում ենք քեզ, Տեր, վստահում ենք քեզ, Տեր, վստահում ենք քեզ, մեր ներկան, վստահում ենք քեզ, մեր ապագան, Տեր, փառավոր Տեր, հալելույա, ամեն։ Փառք Աստծուն, սիրելի Աստծո ժողովուրդ,